Էլեկտրական ցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանից, որ ինչ անեն։ Վճարելու են Թուրքիային, դա իր նպատակն է, կործանի Հայաստանը։ Սյունիքն էլ է տալու, տավուշն էլ է տալու, սաղ տալու։ Ես չգիտեմ ինչի համար խլեցին, որ իրանց նպատակներին ծառայի երևի։ Եթե մարդը ճիշտ կառավարում է, ինքը ստեղծել այն կառավարում են, չի համար են խլում։ Ինքը եթե իր հարգերը ժամանակին մտածում է, իր ժողովրդի մասին մտածում են, չի համար են խլում մարդուց։ Կառավարությունը դրա համար է, որ չբաշարող ժողովրդին ուղղություն ցույց տա, որ աշխատեն, ոչ թե բերի մի պարկ ալուր տա ու ասի դրանով գնացեք ապրեք։ Չեմ անում ինչ պետք է անեմ։ Հեսա վաղը միսով տեսնենք ինչ պետք է անեմ։ Ես այդ ցանցերն են զավթել, տեսնենք ինչ են անելու, ծրիցան են անելու, ոնց են կարող։ Ցանցերը զարթեցին, մյուսները երբ երեք ասում է արևի բանի մասին, էլեկտրոէներգիայի մասին։ Նորմալ բան է, երեխան մանկապարտեզի ինչ-որ դաժե դպրոցական չի, ինչ-որ անհասկանալի ինչ-որ խոսակցություն է։ Ում հետ է խոսում, ինչ անելու։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց եթե ինքը ընտրվի միգուցե հետ վերցնեն։ Շատ մեծ սխալ են թույլ տվել։ Շատ մեծ սխալ են թույլ տվել։ Մի նպատակ ունի, որպեսզի հեծը հանձնի Ադրբեջանին։ Հասկացա՞ր։ Միասնական էլեկտրական ցանցի մասին է խոսքը։ Հեծը հանձնի Ադրբեջանին, ատոմը հանձնի, ատոմակայանը հանձնի Թուրքիային, հիմա Էլենը արդեն գնացել է Պուտինի մոտ, որպեսզի մեր երկաթգծերը հանձնի Ղազախստանին։ Այն երկրները, որ մեր թշնամիներն են։ Իսկապես մեր թշնամիներն են։ Եվ նրա այս բոլոր քայլերը տանում է մեր թշնամի երկրների ծրագրի հիման վրա։ Իրենց ծրագրով է ինքը ասում է նրա թուրքը երաշտության տակ է ապարում, այսպես ասած։